Չէ, սարերի հետևին է եղել, Դիլիջանին չի վնասել։ Ծուխը զգացում է մոխիրն էլ եկել է, լցվել էր այստեղ, առավոտը որ վեր կացանք, սա մոխիր էր։ Ծուխն էլ այսօր է քաշվել, շնչելու տեղ ձև էլ չկար, խեղդվում էինք, որտեղ 4 կողմը բռնած էր։ Գիշերները լրիվ կարմրին էր տալիս սարերի հետևը։ Բա ինչ եք կարծում, ինչից ծագեց այդ։ Արդեն գիտնականներն է ասում։ Բնապահպանների։ Ես ոչ խոտ ունեմ, ոչ խոտ եմ առում։ Հավաքում ենք կամ թափում։ Այս այգու հարդես չիլի անտառում։ Երևան անում ես, լսած չեմ ստեղ։ Այրելը ընդհանրապես ճիշտ է, բայց նման պայմանները, նման շոկի դեպքում, երբ որ ամբողջ ամռան անձրև չի եկել համարյա, քիչ վտանգը շատ է, էլի, եթե այրում են, պետք է մոտը կանգնել։ Այստենց բարձի թողի վիճակը այսպես վիճակի է բերում, էլի։ Խոտը վառելը ճիշտ է, ճիշտ չէ, վառելը սխալ է, վառելը ճիշտ չի։ Բա ինչու մարդկանց մեջ է ընդունված է։ Դե տարբեր մարդիկ են տարբեր ձև են մտածում, էլի աղջիկ ջան, ինչ ասեմ ես։ Օրինակ ասենք իմ սեփական տունը ծառի տերևը որ թափվում է, ես ասենք հորում եմ գետնի տակ, հողը փորում եմ, լցում եմ դե ծածկում էլի։ Հետո հիմա թույլ չեն տալի, որ ասենք հայաթան վառես։ Արդեն գիտեն մարդիկ։ Գիտեն, այո, 50,000 դրամ տուգանքա, պարեկները գնում գալիս են հաճախակի։ Մեծ մասը գիտեն, երևի 90%-ից ավելի գիտի, որ չի կարելի։ Այս դերների ընթացքում տարածվեց, թե մինչև էդ էլ։ Չէ, մինչև էդ, հա, արդեղ էս մի քանի օր է էլի որ եղել ասենք, հա։ Բայց մինչև էդ ասված էր, որ հանկարծ չվառեն, էլի հայացները ծուխը խեղդում է, հետո թույն է տեղով, էլի։ Ուղղակի սովոր են հինուց եկել, հա, որ քու բախ չնա, դու կարաս վառես։ Իսկ հիմա ասում են, որ էլի քու բախ չնա, բայց մի վառի, որտեղ վնաս է, համ հարևանին, համ քեզ, համ էլ օդը կեղտոտում է։